Սա ենթադրում է իր մեջ պատասխանատվություն, որ դու պետք է պատասխանատվություն վերցնես, որ ես ունեմ ազդեցության շրջանակ։ Հա, ոչ թե մտահոգության շրջանակի վրա ներդրում անենք, այլ ազդեցության շրջանակի։ Ես հիշում եմ Սթիվեն Քովի սովորությունների գիրքը։ Հենց այս մեջ վերում է, հենց այդ գրքից է, որ դու պետքա գտնես քո ազդեցության շրջանակը եւ պրոակտիվ լինես։ Երբեմն մենք պրոակտիվ չենք, մենք ռեակտիվ ենք։ Մենք այսպես նայում ենք, թե ինչպես են իրադարձությունները իրար հաջորդում, բայց երբ որ դու հասկանում ես, որ դու կարող ես ազդել իրավիճակների վրա, դու սկսում ես դառնալ գործող անձ։ Մենակ այդ միտքը, որ ես կարող եմ իմ ռեսուրսներով ազդել իմ կյանքը երջանիկ կլինի թե ոչ, հենց այդ միտքը, որ քեզ հրավիրում է պատասխանատվության, շատերի համար կարա իսկապես այսօր փրկարար մի բան լինել, որտեղ երբեմն մենք սպասում ենք, որ բախտս պիտի բերի, Աստված ինձ պիտի օժնի, Աստված պատրաստ է քեզ օժնել, բայց քո փոքրիկ ռեսուրսը տար, ասա այս 2 հացն ու 3, չգիտեմ, ձուկը քանիսներ թվերը կարող է խախտել, այս իմ պուճուր ռեսուրսը, իմ որոշումն է պատասխանատվության, դու այն բազմացրու,